Բարև ձեզ հետ Էման է։ Հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ Ես քեզ ասում էի, ինչի՞դ է պետք ամուսնանաս այրու հետ, որ 2 երեխա ունի, դու ամբողջ կյանքդ նրանց վրա ծախսեցիր։ Իսկ հիմա քեզ սպասում է միայն ծերանոց, պատասխանեց Անահիտին այն կինին, ում նա մինչ այդ համարում էր ընկերուհի։ Իդեպ վաղուց ժամանակն էր հանել վարդագույն ակնոցները և չնախանձել։ Երբ Անահիտը 40-ից անց առաջին անգամ ամուսնացավ կարգին, սիրող և սիրելի տղամարդու հետ, Գայանեն միայն ծաղրեց, տեսնես կդավաճանի։ Իհարկե հասկանալի էր, Գայանեի կյանքը չստացվեց, թեև ուներ իր երեխաները և ամուսինը, որը չէր հեռացել, բայց նրան չէր սիրում, ուներ սիրուհի։ Անահիտը իհարկե երբեք չէր հանդուրժի նմանին և մի անգամ նույնիսկ ասաց ընկերուհին. «Ինչու չես դուրս գցում նրան, եթե ձեր միջև վաղուց ոչինչ չկա»։ Գայանեն առաջին անգամ բացահայտեց ամեն ինչ. «Անահիտ, դու պարզապես նախանձում ես, որովհետև քո երեխաները չստացվեցին»։ Այդ ժամանակ Անահիտը սկսեց կռահել, որ Գայանեն ընդհանրապես ընկերուհի չէ, պարզապես միասին սովորել են դպրոցում և այդ ժամանակվանից շփվում են։ Իրոք Անահիտը կուզենար իր երեխաներին, բայց չստացվեց։ Ամբողջ երիտասարդությունը խնամել է մորը, մայրը շուտ ընկավ դեմենցիայի մեջ։ Հայրը իմանալով դրա մասին շուտ ամուսնալուծվեց։ Անահիտը ոչ մի կերպ չէր կարող լքել մորը, այնպես էլ խնամեց նրան մինչև մահը, առանց ափսոսանքի։ Բայց ինչ անել, կյանքը մարդուն դնում է որոշակի հանգամանքների մեջ, իսկ նա չէր ուզում դառնալ չար։ Եթե նա լքեր մորը, խիղճը կխժերեր իրեն, այդպիսի մարդ էր։ Անահիտն արդեն հասկանում էր, որ ընկերուհին կմերժի օգնությունը, բայց այնուամենայնիվ խնդրեց. «Գայանե, լսիր, չես կարող ինձ թողնել ապրելու քո ամարանոցում Գյումրիի մոտ, ես այնտեղ կարգի կբերեմ, այգին կնայեմ»։ «Ոչ, ինձ այդպիսի գլխացավ պետք չէ», դժգոհ մռնչաց Գայանեն և հարցրեց. «Քեզ մորդ մահից հետո մնացել էր սենյակ Երևանի հանրակացարանում, ինչու ես տևացնում աղքատ, կամ որոշել ես վարձով տալ այն և ապրել իմ ամարանոցում։ Միշտ գիտեի, որ դու խորամանկ ես, պարզապես ձևացնում ես անմեղ»։ «Ոչ, արդեն ոչ մի սենյակ չկա հանրակացարանում, դու գիտես Միքայելը մեծ գումարներ չէր կուտակել, ամեն ինչ տվել էր երեխաներին»։ Նրան շտապ օպերացիա էր պետք, խոստովանեց Անահիտը և ամբողջովին կծկվեց, կռահելով, որ հիմա կհետևի մեղադրանքը, որ ինքն է փչացրել իր կյանքը։ Այդպես էլ եղավ։ Դու էլ մի բան արեցիր, ապրեցիր ամուսնությունից առաջվա տանը, մեծացրիր 2 խորթ որդիներին, նույնիսկ քո խարխուլ տունը վաճառեցիր հանուն սիրելի քո թոշակառուի։ Իսկ ես երևի մեղավոր եմ և պետք է օգնեմ։ Այդպիսի մարդկանց ընդհանրապես չեմ խղճում։ Դու սիրել ես անհուն սիրով, ահա և պատասխանել ես այդ հիմարության համար, գոռաց Գայանեն և զայրացած փակեց դուռը Անահիտի առջև։ Անահիտը լաց եղավ։ Նրան մնացել էր ընդամենը 1 ամիս, որպեսզի տեղափոխվի ծերանոց իր հարմարավետ տանից, Միքայելի հարազատների կողմից։ Նրանք ասացին. «Տունը շատ լավն է քեզ համար, մենք այն շահութաբեր կվաճառենք, հիմա այս թաղամասում անշարժ գույքը թանկացել է»։ Ամենավիրավորականը այն էր, որ դա ասաց ավագ որդին Դավիթը, ում նա համարում էր։ Մինչ Միքայելը ողջ էր, Դավիթը մեծ հարգանքով էր վերաբերվում նրան և նույնիսկ ասում էր հորը, որ կուզենար նման հավատարիմ և սիրող կնոջ։ Բայց հիմա ամեն ինչ պարզվեց խաղալիք։ Դավիթը հստակ տվեց հասկանալ, որ նա իր համար պարզապես օտար մարդ է, խոհանոցային, դայակ, մաքրուհի, անվճար։ «Դավիթ, ես դեռ 75 տարեկան եմ, ես կարող եմ տունը մաքրել, երեխաներիդ հետ օգնել։ Թույլ տուր մնամ այստեղ, հետո ինչ-որ բան կմտածեմ», խնդրեց Անահիտը։ Դա այնքան նվաստացուցիչ էր, արդյունքները եկան աչքերին, թեև նա փորձում էր թաքցնել։ Ձեռքերը դողում էին, ծնկները դողում էին։ «Լսիր, մայրիկ, դու լավ մարդ ես, ես իսկապես սիրում էի քեզ։ Ինձ բախտ վիճակվեց ունենալ նման խորթ մայր։ Դու միշտ բարի էիր ինձ հետ։ Բայց հիմա ես չափահաս եմ և չեմ հրաժարվի համեղ կտորից, սենտիմենտալ հիմարությունների պատճառով։ Երիտասարդությունը արագ է անցնում, ես սովորեցի քո դասը և չեմ պատրաստվում բոլորին խղճալ ծերության տարիներին։ Գնա ծերանոց լավությամբ, 1 ամսից»։ «Այս է», ասաց Դավիթը։ Այդ լիովին ճաղատ հավերժ քրտնած տղամարդու մեջ արհամարհական աչքերով Անահիտը ոչ մի կերպ չէր կարողանում տեսնել այն հմայիչ, գեր, ակնոցավոր տղային։
ով մշտապես խորհուրդ էր խնդրում եւ մխիթարություն։ Ուր էր այդ Դավիթը, իսկ Տիգրանը ոչինչ չի լսվում նրանից։ Նա որոշել էր բիզնես սկսել, հետո սնանկացավ, հետո կրկին ոտքի կանգնեց, իսկ հիմա կրկին անհետացել էր։ Տիգրանը ապրում էր կանոնով. 7 հարուստ տարիներից հետո գալիս են 7 աղքատները։ Մոտ 7 տարի բախտ էր վիճակվում, հետո լիակատար ձախողում։ Բայց տղան թեև անկարգ, բայց քնքուշ եւ հոգատար էր։ Նա երբեք չէր ուղարկի նրան ձերանոց։ Անահիտը գիտեր, բայց Տիգրանը չեկավ նույնիսկ հուղարկավորությանը։ Դա նշանակում էր միայն մեկ բան. նա կրկին անցնում է աղքատ ժամանակաշրջանով կամ ընդհանրապես ինչ որտեղ կորել է։ Տիգրանը երբեք ոչինչ չէր խնայում։ Երբ լավ ժամանակաշրջան էր, օգնում էր բոլորին աջ ու ձախ, իսկ երբ բախտը մոռանում էր նրան, ոչ ոք չէր պատասխանում։ Ինքը լուծում էր խնդիրները, եւ այդ ժամանակ ոչ Անահիտին, ոչ հորը չէր զանգում, չէր ուզում ծանրաբեռնել նրանց։ Օ, ում վրա պետք չէ հույս դնել, ապա իմ եղբորը։ 1 տարի առաջ նա խնդրում էր ինձնից 50,000։ Ամեն ինչ շատ վատ է նրա մոտ։ Որոշել էր Ռոբին Գուդ խաղալ, փորձում էր խանգարել բարձրաստիճան մեկին քանդել մարդկանցին տները, ասաց Դավիթը, ով միշտ նախանձում էր եղբոր ունակությանը, մոխրից վեր կենալու։ Ինչու նա մեզ չզանգեց, տխրեց Անահիտը, թեև ինքը գիտեր պատասխանը։ Տիգրանը միշտ շփվում էր սիրելի մարդկանց հետ միայն երբ ամեն ինչ լավ էր։ Որքան էլ բացատրեր, որ սիրելիներին կարելի է դիմել միշտ, նա անում էր ամեն ինչ իր ցևով։ Երևի չէր ուզում տխրեցնել նրանց։ Անահիտը հիշեց, որ լավ ժամանակաշրջանում Տիգրանը վճարել էր Դավիթի հսկայական պարտքերը։ Վճարել էր թորների թանկարժեք մանկապարտեզը 3 տարով առաջ։ Իր համար նա չէր պահանջի, բայց այստեղ իսկապես վիրավորվեց։ Ինչ խոզ ես մեծացել, ինչպես կարելի է այդպես։ Դուր գոնե 1 դրամ այն միլիոններից, որոնք դու նրա միջոցով ես վաստակել, գոռաց նա Դավիթին զայրույթով։ Ահա սա դու զուր ես ասում, մայրիկ, 1 ամսից քիչ է մնացել, կգնաս ձերանոց։ Եվ հավատացնում եմ, ես կընտրեմ այնպիսի տեղ, որտեղ դու կզղջաս, որ պաշտպանել ես այդ անհաջողակին։ Ինչպես դուք երկուսդ հորս հետ ավելի շատ սիրում էիք նրան, քան ինձ։ Նա միշտ նախանձոտ եւ չար էր եղել, իսկ ժամանակի ընթացքում այդ հատկությունները սրացվել էին։ Անահիտը նույնիսկ զգաց իր մեղքը։ Երևի չպետք է այդքան շատ ներողամտություն ցուցաբերեր տղեին։ Միշտ խղճում էր, մխիթարում։ Ահա եւ սովորեց խղճալ առանց սահմանների։ Լավ, ճակատագրից չես փախչի, կհավաքեմ իրերս։ Դավիթ, ես չեմ զղջում։ Ես ապրել եմ որպես արժանապատիվ մարդ, եւ քեզ էլ անկեղծորեն մաղթում եմ դա։ Դերուշ չէ, փոխվիր։ Հստակ կարողանությամբ արտասանեց յուրաքանչյուր բառը Անահիտը այդ չափահաս տղամարդուն, ով արդեն ամբողջովին լցված էր արհամարանքով։ Զուր չես այդքան տարիներ աշխատել գրականության ուսուցչուհի, բայց իմ հետ այդ համարը չի անցնի։ Ես սովորում եմ ոչ թե դասականներից, այլ իրական կյանքից։ Դավիթը ծիծաղեց նրա դեմքին։ Նա այնքան գոհ էր իրենից, որ նույնիսկ հարվածեց իր հաստ որովայնին։ Անահիտը միայն հառաչեց եւ որոշեց առանց հետաձգման հավաքել ուղեբեռը։ Ինչը պետք է լինի, կլինի։ Ոչ, նա չէր զղջում, որ հանդիպել է Միքայելին։ Նրանք ծանոթացել էին, երբ Անահիտը եկել էր մորգերեզման մահից 1 ամիս հետո։ Նկատեց բարձրահասակ նիհար տղամարդու մոխրագույն կուրմազերով եւ մոխրագույն աչքերով, ով ծաղիկներ էր բերել գերեզմանին, որտեղ կար տխուր կնոջ դիմանկար։ Նա լաց էր լինում։ Անահիտը նրան մեկ շիշ ջուր տվեց։ Խմիր մի քիչ, դու էլ ես կորցրել քո կեսին։ Ոչ, իմ մայրն է հեռացել։ Նա ինձ համար ամեն ինչ էր։ Հիմա արդեն 40-ից անց եմ եւ ոչ ոք չի մնացել։ Նույնիսկ միակ ընկերուհիս ասաց, որ չի ուզում վարակվել անհաջողությամբ եւ շփվել։ Բողոքեց Անահիտը եւ ինքը զարմացավ իր խոսքերից։ Նա միշտ բոլորին լսում եւ մխիթարում էր, ուստի շտապեց ներողություն խնդրել։ Ներեցեք, խնդրեմ, ձեզ այդպիսի վիշտ է, իսկ ես էլ իմ եմ ավելացնում, պետք չէր։ Տղամարդը առարկեց. Ինչ ես ասում, ինձ ընդհանրապես ծանր չէ քեզ լսելը։ Նույնիսկ հեշտացավ, պետք չէ ձևացնել ուրախ եւ կենսուրախ։ Ինձ մնացել են 2 որդիներ, ավագը 10 տարեկան, կրթսիրը 5, եւ հենց նրանց համար պետք է դիմանամ, բայց ուզում եմ ազատ լաց լինել։ Ես սիրում էի կնոջս, իսկ նա ինձ ոչ այնքան։ Ամուսնացավ ինձ հետ Միրիմ այն պատճառով, որ իր երազանքի տղան ամուսնացավ մեկ ուրիշի հետ։ Միքայելը այս խոսքերի ժամանակ շփտաց. Քեզ հետ այնքան հեշտ է։ Ես երբեք անծանոթ մարդուն այդպես բաց չեմ խոսել։ Ամեն ինչ ինչպես կա։ Անահիտին Միքայելը դուր եկավ անմիջապես։ Նրանք համաձայնեցին հանդիպել հաջորդ օրը, պարզապես զբոսնել Երևանի այգում։ Հետո ամեն ինչ պտտվեց եւ պտտվեց։ Նա սիրահարվեց Միքայելին, նա նրան։ Ապրեցին երկար եւ երջանիկ 30 տարի։ Ամեն ինչ հեքիաթի պես էր։ Նա մինչև Միքայելին հանդիպելը չգիտեր, որ այդպես է լինում։ Մինչ Միքայելը նա ունեցել էր նշանված, ում նա լքեց 2 տարվա հանդիպումներից հետո։ Պարզվեց ամուսնացած է եւ ընդհանրապես չէր սիրում նրան։ Միայն ասում էր, որ նա հարմար է, հարմարավետ է,
գովում էր համբերատարության, տնտեսության համար, որ նվերներ չի խնդրում եւ երեխաներ չի ուզում։ Անահիտը իրեն զգում էր որպես երկրորդ տարբերակ։ Հետո նա դրեց փաստի առջև. ամուսնացած եմ, կամ ընդունիր, կամ մնա մենակ ամբողջ կյանքում։ Անահիտը առանց մտածելու ընտրեց երկրորդը, չէր ուզում ապրել ստի մեջ։ Հետո մայրը հիվանդացավ եւ նա դարձավ նրա խնամակալը երկար տարիներ։ Իսկ հետո հայտնվեց լավ ամուսինը, Միքայելը։ Նա միշտ կարծես կանխատեսում էր նրա ցանկությունները։ Ասում էր, որ գտել է երկրորդ թևեր։ Նրանք կառուցեցին ոչ միայն իրենց, այլև տղաների համար։ Անահիտը նրանց համար դարձավ ամեն ինչ՝ մայր, ընկեր, խորհրդատու։ Երբ Միքայելը հիվանդացավ, նա տվեց վերջինը ինչ ուներ օպերացիայի համար։ Չօգնեց, ամուսինը մահացավ։ Բայց պահարանում մնացին խնայողությունները եւ նամակ Անահիտին, որտեղ ամուսինը խնդրում էր ոչնիչից չզրկել իրեն եւ ապրել երջանիկ առանց իրեն։ Նամակ, որի գնիքը համընկնում էր խորթ մոր ծննդյան հետ։ Հայրս երևի խելագարվել էր մահից առաջ, հանել է փողերը, որպիսի հաստատ մնան քեզ։ Նորմալ կոչ չի կարողանում մտածել, Դավիթը շատ վարչացավ։ Ինչպես է երկիրը քեզ դիմանում, ես խղճում եմ քեզ, ասաց Անահիտը։ Օյ, հուզեցիր, հիմա կլացեմ։ Եթե հայրս լավ մարդ լիներ, ոչ մի կոպեկ չէր թողնի քեզ։ Ավագ որդին ամփոփեց իր պարզ ճշմարտությունը։ Ամեն ինչ եւ միշտ պետք է հասնի հենց իրեն։ Մի փոքր ուշ հոգեհանգստի ժամանակ տարեց կինը իմացավ, որ տունը իրեն չի պատկանում։ Եվ ինչ որ պատճառով ընդհանրապես չզարմացավ եւ չմտածեց պաշտպանվել։ Նրա կինը իսկապես արժանապատիվ կին էր եւ նույնպես համարում էր, որ չափազանց մեծ շքեղությունը իրեն համար։ Եթե արդեն կարողացար շահավետ ամուսնանալ, պետք է ավելի խելացի լինեիր եւ Միքայելի կենթանության օրոք գույքը քու անունով գրեիր։ Բռնկվեց պղնձագույն մազերով, մեծ կրծքերով կինը։ Բայց ես չէի ուզում ապրել ավելի երկար, քան նա, հոգնած հառաչեց Անահիտը։ Դա ճիշտ էր։ Միքայելը միշտ սպորտով էր զբաղվում, նույնիսկ թոշակի տարիքում։ Կարմրագույն էր, ոչինչ չէր ցավում։ Անահիտը ընդհակառակը մշտապես տարապում էր, հոդացավ էր, արագ սրտխփոց, բարձր ճնշում։ Պարզվեց ամուսինը հեռացավ ավելի շուտ։ Ինչու չեք ուտում, ոչ ոքի հետ չենք շփվում։ Հերթափահ բուժքույրը մոտեցրեց հեղուկ շիլայի ափսեն եւ նոսր կաթի բաժակը։ Անի ջան, ինչ ես ուզում ինձանից։ Ես դեռ խելքս չեմ կորցրել, չեմ ուզում, չեմ ուտում եւ չեմ խոսում։ Ես մանկապարտեզում չեմ։ Ճիշտ է, բայց եթե ձեզ հետ ինչ-որ բան պատահի, պատասխանատվություն կպահանջեն, իսկ ինձ խնդիրներ պետք չեն, անկեղծորեն ասաց բուժքույրը։ Նա դեռ 30 չկար եւ երբեմն բերում էր աշխատանքի փոքրիկ աղջիկան։ Անահիտը հաճույքով խաղում էր երեխայի հետ եւ Անին շնորհակալ էր։ Նույնիսկ մի անգամ նրան բողոքեց, որ նախկին ամուսինը ալիմենտ չի վճարում, նույնիսկ երեխայից հրաժարվել է, թեև սիրում էր նրան։ Անահիտը խղճում էր Անիին։ Մի անհանգստացիր ինձ համար։ Ոչ ոք չի անհանգստանա, նույնիսկ ուրախ կլինի, եթե չլինեմ։ Պարզվեց ոչ ոք չունեմ։ Չէի մտածում, որ իմ որդիները երբևէ կարող են ինձ ուղարկել ծերանոց, ինքնահեգնանքով ասաց Անահիտը։ Մեկը մեկի նման։ Թեկուզ սովից մեռիր, գլխավորն է նրանց աչքի առջև չլինես։ Իմ ամուսինը ամուսնալուծության ժամանակ ասաց չի հանդիպի աղջիկա հետ, որպիսի չտխրի։ Երևի փողերն էլ նույն պատճառով չի ուղարկում։ Բայց դրանք խոզեր են, ահա թե ինչ եմ ասում, ասաց Անին։ Անահիտը անմիջապես դուր եկավ նրան։ Նա նույնիսկ մտածում էր տանել իր մոտ։ Իհարկե նրանց մոտ տեղը շատ չէ, երեխան աղմկում է, բայց ավելի լավ կլիներ տարեց կնոջ համար։ Գիտես ինչ մտածեցի։ Արի իմ մոտ, եթե իհարկե աղջիկս շատ չի հոգնեցնի քեզ, այստեղ սովից մեռնես։ Անին արդեն կես տարի ճանաչում էր այդ տարեց կնոջը եւ տեսնում էր, որ նա գոնե մի բան ուտում է։ Իսկ հիմա արդեն մեկ շաբաթ գրեթե ոչինչ չի ուտում, միայն մի կտոր հաց օրական, կուլ է տալիս, հառաչում եւ լաց է լինում։ Օ, Անի ջան, որքան շնորհակալ եմ քեզ, դու չես պատկերացնի, պետք չէ փչացնես կյանքդ եւ անծանոթ ծերուհուն տարես քեզ մոտ։ Խոստանում եմ կուտեմ ամեն ինչ, ինչ տալիս են եւ նույնիսկ ինչ որ մեկի հետ կխոսեմ։ Այո, ես կգրկեմ քեզ փոքրիկս, իմ լավիկս, բարի սրտիկս։ Անահիտը գրկեց Անիին եւ լաց եղավ անելանելիությունից։ Շատ կուզենար ինչ որ բան անել այս հրաշալի բուժքրոջ համար, ով մենակ է պայքարում իր եւ դստեր համար եւ դեռ ուզում է իր վրա վերցնել անծանոթ տարեց կնաչ խնամքը, բայց ինչով կարող էր օգնել, ինքը ոչինչ չուներ, իսկ իրականում Անին առաջարկում էր ոչ թե քաղաքավարությունից, այլ որովհետև Անահիտը շատ նման էր իր հանգուցյալ մորը,
նույնքան բարի, համբերատար, կապույտ աչքերով, փոքրահասակ եւ արժանապատիվ իդեալիստ։ Նմաններին շատ դժվար է գոյատևել այս աշխարհում։ Ահա եւ Անիի մայրն էլ շուտ հեռացավ, մեղադրվելով թուլության համար, խաբվեց եւ ծաղրվեց։ Անին դա հստակ հիշում էր։ «Դուք դեռ մտածեք, ես դեռ շատ լավ կվերաբերվեմ», կրկին խնդրեց Անին, բայց Անահիտը բացասաբար գլխով արեց։ Չէր ուզում լինել ծանրաբեռ։ Անին դեռ երիտասարդ է, կարմրագույն, բարի, աշխատասեր։ Կյանքը եռում է նրա մեջ, մենակ չի մնա։ Անահիտը կատարեց իր խոստումը, սկսեց լավ սնվել եւ նույնիսկ շփվել մի քանի տարեց կանանց հետ, բայց ձանձրալի էր եւ ոչ հետաքրքիր։ Նրանք միայն բողոքում էին հիվանդություններից եւ չէին լսում միմյանց։ Այնուամենայնիվ Անահիտը որոշեց գրել իր խաչը, լսում էր բոլոր հարևանուհիների խնդիրները, որովհետև բոլորին պետք են այդպիսի լսողներ, ովքեր կլսեն եւ գրեթե ոչինչ չեն ասի։ Անին ուրախ էր իր հիվանդի դրական փոփոխությունների համար, բայց ամեն ինչ փոխվեց, երբ Անահիտին այցելեց Դավիթը։ «Ինչ ես անում, մայրիկ, դեռ չես մեռնում, վատ է, դու մեզ կլոր գումար արժես, քո թոշակը չի բավականացնում պահպանման համար», չարագուշակ ժպտալով ասաց նա։ «Բայց դու վերցրել ես բոլոր խնայողությունները եւ տունը, դեռ քիչ է, իսկ խիղճ չունես դու, որ ես պատվերով մեռնեմ», զայրացավ Անահիտը։ «Կլիներ լավ, բայց նախ տեղափոխենք քեզ ավելի հեռու եւ պարզ վայր, միգուցե այնտեղ վերջապես ճիշտ ընտրություն կանես եւ կգնաս հորս մոտ», չարությամբ մռնչաց Դավիթը։ Նա չնկատեց, թե ինչպես սենյակ մտավ Անին, գազանային զայրույթով, եւ դա ոչ մի լավ բան չէր հոստանում։ «Ինչ ես անում, սպառնում ես քո խորթ մորը։ Գնա այստեղից»։ Անին հենց նոր լվացել էր հատակը եւ ջրով թրջված շարով հարվածեց նրան։ «Ինչ ես անում, այստեղ կարելի է հյուրերին վիրավորել»։ «Դուք իմ փողերով եք ապրում», գոռաց Դավիթը։ Նրան իսկապես զայրացրել էր, որ ինչ-որ աղքատուհի 35,000 աշխատավարձով եւ առանց կրթության համարձակվում է իրեն հրահանգել։ «Դու ինքդ ես խնդրել»։ Անին հանեց կեղտոտ շորը, թրջեց այն դույլի մեջ առանց քամելու եւ սրբեց Դավիթի դժգոհ դեմքը։ «Եթե կրկին հայտնվես, ավելի վատ կլինի։ Գնա այստեղից, անմարդկային։ Օգտակար էր քեզ համար գոնե մեկ անգամ սուզվել քո սեփական կեղտի մեջ»։ «Հիմա կանչեք գլխավորին», գոռաց Դավիթը։ Նա չէր հավատում իր աչքերին։ Կեղտոտ ջուրը հոսում էր նրա դեմքից ուղիղ սպիտակ վառնաշապիկի եւ տաբատի վրա։ Փորձեց բռնել Անիի նոցիկից, բայց սայթաքեց հոսող ջրի վրա եւ ընկավ։ Անին կանգնած էր կողքին եւ ծիծաղում էր ձայնով։ Հետո սպառնաց. «Ես ամեն ինչ նկարահանել եմ հեռախոսով եւ քո սպառնալիքները։ Եթե չգնաց, կտարածեմ ինտերնետում։ Թող բոլորը իմանան, թե ինչպիսի լավ որդի ես»։ Դավիթը դժվարությամբ ոտքի ելավ, սպառնաց բռունցքով Անահիտին, Անիին եւ ամբողջ անձնակազմին, ովքեր կարծես խուլ ու կույր էին դարձել։ Ոչ ոք չեկավ օգնության։ Հետո մեքենայից հանեց խոնավ անձեռոցիկներ եւ երկար սրբվեց։ Վերջապես հասկացավ, որ անիմաստ է։ Հանեց վերնաշապիկն ու տաբատը եւ միայն ներքնազգեստով նստեց ղեկին, որպեսզի չկեղտոտի իր սիրելի մեքենան։ Կեղտոտ հագուստը փաթեթով գցեց բեռնախցիկը։ «Լավ ես արել, մի վախեցիր, տնօրենին ոչինչ չենք ասի։ Գլխավորը չտարածես ինտերնետում, թե չէ քեզ էլ կհեռացնեն», ասաց անվտանգության աշխատակիցը։ Բուժքույրերն ու հիվանդները համաձայնեցին։ Տղամարդը զզվանք էր առաջացնում նույնիսկ նրանց մոտ։ «Պետք չէր ինձ պաշտպանել։ Ես արդեն սովոր եմ, իսկ քեզ կարող են աշխատանքից հեռացնել»։ Նա չարամիտ է, հառաչեց Անահիտը։ Եվ թեև անհարմար էր ընդունելը, ամենևին չէր զղջում Դավիթի համար։ Հոգում հաճելի էր, որ վերջապես մեկ անգամ նրան դաս տվեցին։ «Ոչինչ, առանց աշխատանքի չեմ մնա։ Իսկ եթե նա իսկապես որոշի քեզ տեղափոխել, ես քեզ կտանեմ իմ մոտ»։ Կանցնենք առանց նրա ողորմության։ Գիտես, դու ճիշտ ես, Դավիթը վաղուց էր դրան արժանի։ Անահիտը ինքը չէր սպասում, որ կասի այդպիսի բան, բայց այդպես էր զգում։ Մի քանի օր հետո եկավ լուրը։ Մեկ շաբաթից Անահիտը պետք է տեղափոխվի ինչ-որ գյուղ, ավելի էժան լինելու պատճառով։ «Ներեցեք, բայց ձեզ համար այլևս չեն ուզում վճարել, թոշակը չի բավականացնի», մեղավոր տեսքով ասաց գլխավոր բժշկի տեղակալը։
Նա գիտեր այս շաբաթվա սկանդալի մասին եւ ամեն կերպ փորձում էր հետաձգել տեղափոխությունը, բայց չկարողացավ խանգարել։ Ցույց տվեց իր իսկական դեմքը, դեռ բողոքում էր, որ քեզ պաշտպանել է ինչ-որ ջրային կենդանի կամ կախարդուհի, ընդհանրապես խոստացավ վրեժխնդիր լինել։ Գիտես, շատ կուզենայի ծանոթանալ նրա հետ եւ շնորհակալություն հայտնել, ասաց Տիգրանը։ Անահիտը շփտաց. Ոչինչ ավելի պարզ չկա, դա Անին է։ Նա նույնիսկ ուզում էր ինձ տանել իր մոտ, եւ ես շատ ընկերացել եմ նրա դստեր Մարիամի հետ։ Պետք է անպայման շնորհակալություն հայտնենք նրան։ Տիգրանը այնպես ուշադիր նայեց Անիին, որ նա կարմրեց։ Ինչու եք այդպես նայում ինձ, կարծես մարդկանց առաջին անգամ եք տեսնում, շփոթված մրմնջաց նա։ Դուք ինձ ընդհանրապես չեք հիշում, ինձ բերել էին հրազենային վիրավորումով, մրցակիցը պատվիրել էր։ Դուք հերթապահ բուժքույրը չէիք հեռացել, պահանջել էիք, որ շտապ գա լավ վիրաբույժ, խնամել էիք ինձ մինչև անօգնական էի։ Հետո ուր եք անհետացել։ Պարզվեց 2 տարի առաջ Տիգրանը ծանոթացել է Անիի հետ, երբ նա աշխատում էր վերակենդանացման բաժնում։ Այդ ժամանակ Անին հենց ամուսնալուծում էր ամուսնուց, ով հետապնդում էր նրան, թեև ինքը նրան լքել էր։ Ի վերջո ստիպված եղա աշխատանքս փոխել, ասաց Անին։ Ներեցեք չճանաչեցի ձեզ առանց վիրակապի, բայց դուք գոնե հիշում եք, որ խոստացել եք ինձ հետ ժամադրության գնալ, եթե ողջ մնաք, հարցրեց Տիգրանը եւ կարմրեց, հետո աչքով արեց մորը։ Անահիտը հասկացավ, սա հենց այն Անին է, ում մասին Տիգրանը շատ էր խոսում, ում սիրահարվել էր եւ ով հետո անհետացել էր։ Իհարկե հիշում եմ։ Գիտեք, ես մտածում էի, որ դու ինչ-որ հարուստ խարդախ ես, վեր կկենա կոտքի եւ կմոռանաք։ Ուստի լուրջ չեմ վերաբերվել։ Իսկ հիմա, երբ Անահիտը այդքան շատ պատմել է ձեզ մասին, կարելի է եւ դիտարկել ձեր տարբերակը։ Թեև ինչպես հասկանում եք, ես արժեքավոր ապրանք եմ ամուսնական շուկայում, միայնակ մայր, միջին արտաքինով եւ առանց կրթության։ Ճանապարհին չեն գցում, իսկ հարուստներ ու գեղեցիկները ծով են, ծիծաղեց Անին։ Դրա հետ չի կարելի վիճել, ժպտաց Տիգրանը։ Հետո բռնեց մորը ձեռքը եւ տարավ փաստաթղթեր կազմակերպելու դուրս գրման համար։ Իսկ Անիից այս անգամ վերցրեց հեռախոսահամարը եւ հասցեն, որպեսզի չկորցնի նրան։ Մեկ շաբաթ անց Դավիթը սկսեց անընդհատ զանգել Անահիտին։ Նա իմացել էր, որ եղբայրը կրկին ոտքի է կանգնել, հարստացել, գնել է մորը բնակարան, վարձել տնային անձնակազմ։ Մամ, դու հասկանում ես, ես բնավորությամբ հիմար եմ, ինձ մոտ կուտակվել են խնդիրներ, ես ոչ թե պարզապես խլել եմ քո փողերն ու տունը, կինս ամուսնալուծվում է ինձ հետ, երեխաների հետ խնդիրներ։ Ներիր ինձ, դու ինձ դաստիարակել ես, ուրիշ մայր չունեմ, ողբում էր Դավիթը։ Ճակատագիրը իսկապես սեղմել էր նրա պատին։ Հարուստաները իմացել էր նրա դավաճանությունների մասին սիրելի դստեր հանդեպ, վարձել էր լավագույն փաստաբաններին, որոնք ամուսնալուծության գործընթացում ներկայացրել էին բոլոր անդորագրերը, որոնցով Փեսան փողեր էր վերցրել իր կլինիկան պահելու համար։ Արդյունքում Դավիթը ստիպված եղավ վերադարձնել տունը եւ բոլոր փողերը, որոնք խլել էր մորից։ Կլինիկան սնանկացավ, չնայած ներարկումներին, եւ նա մնաց մերկ ու անտուն։ Ինչու ինքդ չես դիմում նրան, հարցրեց Անահիտը, թեև արդեն գիտեր պատասխանը։ Տիգրանը իր մոտ էր տարել Անիին եւ Մարիամին, տվել էր նրանց ամբողջ առաջին հարկը եւ Անիին տվել էր փող, բժիշկ դառնալու համար, ինչի մասին նա միշտ երազել էր։
Անահիտը համոզեց Անիին, որ նա ոչ մի պարտք չունի Տիգրանի առջև, թեև մայրական հայացքով արդեն տեսնում էր, որ երիտասարդների միջև բոցավառվում է կապի կրակը, բայց նրբորեն արեց տեսք, թե չի նկատում։ Երբ Դավիթը չկարողացավ հասնել Տիգրանին, իմացավ նրա հասցենը եւ եկավ խոսելու։ Դուռը բացեց ատելի Ֆուրիան, միաժամանակ կախարդուհի, մեկերա եւ ջրային կենդանի։ Ինչ, կրկին եկել եք լվացվելու, հարգելի պարոն, հեգնանքով հարցրեց նա։ Դավիթը չդիմացավ, հետ վերադարձավ։ Հասկացավ, որ Տիգրանի հետ խոսակցություն չի լինի, հատկապես, որ ինքը նրան ծաղրել էր, երբ մտածում էր, որ եղբոր գործերը վատ են գնում։ Մամ, պատկերացնում ես Տիգրանն ասաց, որ սա իր ապագա կինն է։ Դու ազդում ես նրա վրա, նա պարզապես խելագարվել է։ Տեսել ես այդ Անիին, պարզապես աղքատուհի առանց կրթության, ոչ դեմք, ոչ մաշկ։ Թեկուզ գեղեցկուհի լիներ կհասկանայի, բողոքում էր Դավիթը։ Երբ Անին ամուսնանա Տիգրանի հետ, կդառնա հարուստ։ Իդեպ Տիգրանն արդեն վճարել է նրա կրթությունը, եւ ընդհանրապես Անին շատ գեղեցիկ է, եւ ամենակարևորը արժանապատիվ եւ բարի։ Երբ դու ծաղրում էիր ինձ, նա ուզում էր ինձ տանել իր մոտ, հանգիստ, բայց հստակ ասաց Անահիտը։ Նա ոչինչ չէր հասկացել։ Այդպես էլ կմնա սողալու ուժեղների եւ հարուստների առջև, արհամարելով աղքատներին եւ թույլերին։ Դա լավ բանի չի հասցնի։ Մամ, չեմ հասկանում, դու կրկին Տիգրանի կողմն ես։ Հետո զարմանում ես, որ ես քեզ հետ այդպես եմ վարվել։ Տեսնում ես, դու երբեք չես սիրել ինձ։ Ես սիրում եմ քեզ, բայց Անին ճիշտ է, քեզ իսկապես պետք է մտածել։ Ուստի մի զանգիր ինձ 2 տարի, հետո կտեսնենք, ասաց Անահիտը եւ որոշեց փոխել հեռախոսահամարը։ Մի քանի տարի անց ամեն ինչ ավելի վատացավ։ Պարզվեց նախկին կինը ծնել է 2 որդի, ոչ հայտնի ումից, եւ հիմա գնացել է այն տղամարդու մոտ, ով ամուսնալուծվել է իր կնոջից, որովհետեւ նա հանկարծ դադարել է սիրել Դավիթին։ Թեև նա էլ դավաճանում էր նրան, բայց այս անգամ նրան ավելի վատ են վարվել։ Մտածել միայն, նա ամբողջ ժամանակ կարծում էր, որ ապրում է իր երեխաների եւ հարմարավետ հարուստ ընտանիքից կնոջ հետ։ Պարզվեց ոչինչ չունի եւ երբեք չի ունեցել։ Որպես ատամնաբույժ աշխատելով Դավիթը վերցրել էր հիփոթեք, մորը եւ եղբորը օգնություն խնդրելու որոշում չէր կայացրել, բավական էր ծաղերները։ Մայրը հերախոսը չէր վերցնում։ Երբ կրկին եկավ եղբոր տուն, դուռը բացեց նույն Ֆուրիան։ Նա բռնել էր փոքրիկ աղջկա ձեռքը եւ մեծ փորով։ Մարուս, ահա քո չար հորեղբայրն է եկել։ Գնա հայրիկ Տիգրանին ասա, որ Դավիթն այստեղ է։ Չեմ ուզում խոսել նրա հետ։ Մամ, սա այն հոպարն է, ում երբեմն օգնում ես լվացվել, հարցրեց դսպերը։ Նա լսել էր մոր եւ տատիկի խոսակցությունը, բայց ոչ ամեն ինչ հասկացել էր։ Այո, հենց նա, բայց հիմա թող ինքը լվացվի։ Հայրիկ Տիգրանն ասաց, ինձ անհանգստանալ չի կարելի։ Եթե ձեզ դուր եկավ պատմությունը, խնդրում եմ աջակցել լայքով, որպեսզի չկորցնեք նոր պատմությունները, բաժանորդագրվեք եւ սեղմեք զանգի կոճակը։ Բոլորիդ բարիք եմ մաղթում։